Անցիկ եք ունենալու։ Շնորհավոր, սիրելիներ, անավարտալի է։ Շնորհակալություն։ Դա մեր փոքրիկն է։ And the new Miss Universe is Armenia. Արհեստական բանականությունն այսօր դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Այն կիրառվում է ուսուցման, աշխատանքի, հաղորդակցության եւ նույնիսկ առօրյա որոշումների մեջ։ Սակայն տեխնոլոգիայի արագ զարգացումը պահանջում է գիտակցված վերաբերմունք, որպեսզի արհեստական բանականությունը չսկսի ազդել մեր ընտրությունների վրա ավելի ուժեղ, քան մենք կցանկանայինք։ Առանց արհեստական բանականության այսօրվա երիտասարդը ինչ չտվում, որ կարող է պատկերացնել իր առօրյան։ Եթե արհեստական բանականությունից ճիշտ չօգտվեն, իրեն կդառնան գործիք, այսպես ասեմ, արհեստական բանականությունից օգտվելու համար էլ է գիտելիք անհրաժեշտ, արհեստական բանականությանը ճիշտ հարցադրում անելու համար էլ է գիտելիք անհրաժեշտ, եթե այդ գիտելիքը չունենա, արհեստական բանականությունը չի ստանա ճիշտ պատասխան եւ ավելի շուտ կընկնի կախվածության մեջ։ Դրա համար նմանատիպ տրեյնինգները, սեմինարները կազմակերպվում է, որպեսզի այդ գործիքները իմանան ինչպես ճիշտ օգտագործեն, ոչ թե իրենք լինեն դες գործիք, այ արհեստական բանականությունը սարքեն, դարձնեն իրենց համար գործիք։ Երեք կազմակերպված ինչպես անել, որ արհեստական բանականությունը չկառավարի մեր կյանքը թեմայով սեմինարը նախաձեռնվել էր Հայրենիք հիմնադրամի կողմից։ Մասնակցում էր 50-ից ավելի երիտասարդ, որոնք հնարավորություն ունեցան ստանալու գործնական գիտելիքներ, թե ինչպես ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը, ինչ ռիսկեր կարող են առաջանալ դրա չարաշահման դեպքում եւ ինչ անձնական սահմաններ է կարևոր պահել թվային միջավայրում։ Այսօր 50-ից ավելի երիտասարդ մասնակցում է այս նախաձեռնությանը, որը հետագայում լայն տարածում կունենա եւ այսօրվանից իրենց անելիքը ավելի լավ կիմանան, քան մենք ենք իրենց բացատրել եւ նորից եմ ասում, արհեստական բանականությունը իրենց նախաձեռնություններում իրենց ապագայի պլանավորման հարցում կդառնան այսօրվանից ճիշտ ընկեր։ Սեմինարի ընթացքում փորձագետները ներկայացրին ալգորիթմների աշխատանքի սկզբունքները, անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև այն իրավիճակները, երբ արհեստական բանականության նկատմամբ չափից շատ վստահությունը կարող է վնասել անձնական ինքնուրույնությանը։ Նախքան քննարկման անցնելը մենք գաղափար ունեինք գուցե ինչի մասն ենք խոսելու, բայց քննարկումից հետո հասկացանք, որ կան բաներ, որոնց մասին նույնիսկ չենք էլ մտածել եւ որ դրանք առավել արդի եւ կարեւոր են այսօրվա իրականության մեջ, քան որ մենք պատկերացնում ենք եւ ցանկացած ուսանող, ցանկացած երիտասարդ, ցանկացած մարդ, հատկապես մասնագետ պետք է իրազեկված լինեին կարևորագույն AI գործիքներից, որոնք որ իրականում կան եւ պետք է կարողանալ լիարժեք տիրապետել դրանց, որովհետեւ 21-րդ դարը ոչ լիարժեք, բայց ինչու՞ չէ նաև AI-ին է, հա, պատկանում, ու մենք պետք է կարողանանք այնպես տիրապետել, որ ճիշտ օգտագործենք, այլ ոչ թե մեր դեմ։ Մասնակիցները ներգրավվեցին ակտիվ քննարկումների ու վարժությունների մեջ, վերլուծեցին առօրյա օրինակներ եւ ձևավորեցին պատկերացում, թե ինչպես կարելի է տեխնոլոգիան օգտագործել որպես աջակցող գործիք, բայց ոչ որոշում կայացնողի դեր տվող ուժ։ Բանախոսի շնորհիվ մենք սովորեցինք այնպիսի բաներ, որոնք շատ թարմ լուրեր, հա, այսինքն արհեստական բանականությունը, քանի որ գիտենք, որ օր-օրի թարմանում է իր տեխնոլոգիաներով, մենք սովորեցինք հենց ամենաթարմ արհեստական բանականության ինչ որ ստարտափները կամ ինչ որ նոր բաներ, որ մենք դպրոցներից կամ դասագրքերից կամ անգամ ինչ որ վիդեոհոլովակներից չէինք կարող սովորել, քանի որ բանախոսություն իրականացում էր այն մասնագետը, որ ամեն օր աշխատում է արհեստական բանականության հետ ու արդեն ավելի պրակտիկ կարողանանք հետագայում կիրառել։ Օրինակով հիմա կդժվար է ինչ որ օրինակ հստակ նշել, բայց ընթացիկ ընդհանուր ոնց կարելի է արհեստական բանականություն կիրառել, օրինակ չգիտեմ ինչ որ հարց գրել, որ ավելի ճիշտ պատասխանի կամ ինչպես կարելի է ուղղորդել ավելի, քանի որ արհեստական բանականությունը օր-օրի ավելի խելացի է դառնում, դա էլ գիտենք ու իրեն ասես ասած որպես գործիք կիրառելու նոր մեթոդներ սովորեցինք, որոնք որ նախկինում չգիտենք կամ սխալ են կիրառում։ Կազմակերպիչներն ընդգծում են, որ նման ծրագրերը նպաստում են երիտասարդների տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը եւ նրանց օգնում դառնալ պատասխանատու օգտվողներ, պահպանելով մարդու առաջնային դերը թվային դարում։